Հրապարակը գրում է. Ռուբեն Ռուբինյանը դեռևս ազգային ժողովի նախագահի լիազորությունները չստանձնած որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը։ Երեկ նա մի աննախադեպ խայտառակ որոշում է ստորագրել, որը գործնականում սահմանափակում է ազգային ժողովի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը եւ այն գործնականում դարձնում գրեթե անհնարին։ Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին որոշմամբ փաստացի սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժը։ Նրանց աշխատանքի համար սահմանվում է հատուկ առանձնացված տեղ։ Լրացուցիչ վարչական խոչընդոտներ են ստեղծվում ազգային ժողովի հանձնաժողովների նիստերի լուսաբանման համար։ Հանձնաժողովների նիստերը լուսաբանելու համար լրագրողների ցուցակագրում է սահմանվում, որը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Նման բան երբեք գոյություն չի ունեցել։ Փաստացի լրագրողներին արգելվում է տեսանկարը հանել ազգային ժողովի դահլիճի օթյակից։ Սա նշանակում է, որ երբ ազգային ժողովի ուղիղ հեռարձակումն անջատվի, ԶԼՄ-ները այլևս դահլիճում կատարվողը տեսանկարը անելու հնարավորություն չեն ունենա։ Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել ՊՊՑ աշխատակիցներին իրենց պարտականությունները կատարելիս։ Այս սահմանափակումը ըստ էության հնարավոր ապօրինի հրահանգների կատարումը չարձանագրելու, չֆիքսելու համար է։ Ժողովուրդը երեկ հայտնել էր, որ ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի ծեծի գործով անցնող 5 մեղադրյալներն ազատ են արձակվել։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործով մեղադրյալներին եւ Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել։ Գործի քննության այս փուլում առերեսումներն անխուսափելի են համարվում։ Ավելի վաղ թերթը տեղեկացրել էր, որ նախաքննական մարմինը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված 5 անձանց ազատ է արձակել։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ բավականին քիչ սիմվոլիկ 2 միլիոն դրամ գրավը։ Ծեծին նախորդել էր մեկ այլ միջադեպ։ Հրապարակվել էր մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում գործով մեղադրյալներից մեկի տան մոտով, հայհոյանքներ հնչեցնում եւ ըստ հրապարակված տեսանյութի սպառնում, օգտագործելով գյուլել արտահայտությունը։ Քննությունը դեռ պետք է պարզի ոչ միայն ծեծի հանգամանքներն ու յուրաքանչյուր մեղադրյալի հնարավոր մասնակցությունը, այլև դրան նախորդած միջադեպի ամբողջական պատկերը։ Ժողովուրդը գրում է. օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին կգումարվի ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Ազգային ժողովում ներկայացված կլինեն 3 քաղաքական ուժեր՝ Քաղաքացիական պայմանագիր 64 մանդատ, Ուժեղ Հայաստան 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների եւ օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։ Ամենաուշագրավ զարգացումները կապված են ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Տեխնացուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։ Այսօր արդեն ՔՊ վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների տեխնացուներ։ Ժողովուրդը գրում է. ազգային ժողովի նոր ընտիր Ուժեղ Հայաստան խմբակցությունը դեռևս չի շտապում ամբողջ կազմով մտնել խորհրդարանական աշխատանքի դաշտ։ Ուրբաթ կամ շաբաթ նախատեսվում է խմբակցության հանդիպումը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն ոչ միայն քաղաքական առաջնահերթությունները, այլև խորհրդարանում բաժանվելիք առանցքային պաշտոնները։ Թերթի տեղեկություններով Սամվել Կարապետյանը նախքան խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելը ցանկանում է անձամբ հստակեցնել իր թիմի հետագա անելիքները եւ վերջնական համաձայնության բերել ապագա պաշտոնական նշանակումների հարցերը։ Հրապարակը գրում է. երբ ասում էինք Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի անդառնալիորեն փչացնել, չի նշանակում Ռուսաստանի համար ուշքներս գնում էր կամ ռուսական իրականության թերությունները մենք չգիտեինք կամ ինքնիշխանության արժեքը ձեր չափ չէինք հասկանում։ Ոչ, ուղղակի հասկանում էինք, որ Ռուսաստանի նման պետության հետ չարժե հարաբերություններ փչացնել, բայց ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրինակով պատերազմ կհայտարարի, այլ տնտեսական նկատառումներից, նաև Ռուսաստանում ապրող հայության շահերից ելնելով։ Եթե անգամ մեկ գյուղացի, մի տնտեսվարող, մեկ արտահանող տուժելու էր ձեր պորոտախոսության արդյունքում եւ դուք չէիք կարողանալու այդ պորոտախոսությանը մինչեւ վերջ տեր կանգնել, ուրեմն պետք է զերծ մնայիք պորոտախոսելուց։ Այս պարզ կանոնն անգամ շարքային մարդկանց հարաբերություններում է ճիշտ, ուր մնաց պետությունների, առավել եւս Ռուսաստանի դեպքում չգործի։ Երբ ասում էին ընդդիմությանը հոգեվորականներին ձեզ ընդդիմացողներին մի հայհոյեք, մի կալանավորեք, կոռեկտ արտահայտվեք, հանդուրժող եղեք քննադատությանը, ձեր հայհոյախոս թիմակիցներին կեղծ իրականություն ձևավորող ֆեյքերին զսպեք, չի նշանակում
տեղում մենք հայհոյել չգիտենք, էմոցիա չունենք, հայհոյանք լուտանքներով լիցքաթափվելու ձևը չգիտենք։ Ոչ, ուղղակի հասկանում ենք, որ ամեն հայհոյանք անդառնալիորեն ապականելու է երկրի մթնոլորտը։ Հայհոյանքը դառնալու է առօրյա շփման ձև, հետո վերածվելու է ծեծի, կրակոցների, վենդետաների։ Եվ այդ ատելությունն անգամ ձեր ծնողներին նոր ծնվող երեխաներին է վերադառնալու։ Դա հասկանալու համար մեծ խելք պետք չէր։ Որքան էլ տարոն աճեմողլու կարդակ, կիրակնորյա պատարակ լսի, ճնճղուկների կյանքից տեսանյութեր տեղադրի, թատրոն գնա։ Շատ քիչ մարդու է այլևս հնարավոր համոզել, որ երկրի բնականon կյանքը շարունակվում է, ամեն ինչ կառավարելի է, կա խաղաղություն, զարգացում եւ առաջընթաց։ Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդ է տեսնում այն փակուղին, քաոսը, անկանխատեսելի ապագան, որը բերել են իրենց 8-ամյա կառավարման արդյունքում եւ որը ավելի ու ավելի սև գույներով է ուրվագծվում առջևում։ Փաստ է, որ ընտրությունները ոչ մի հարց չլուծեցին։ Ընտրություններով մեր պետության ներքին ու արտաքին փակուղին չնվազեց, այլ ավելի ակնհայտ դարձավ։ Ժողովուրդն ուսումնասիրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներկայումս նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի հայտարարագրերը, հասկանալու համար, թե ինչպես է փոխվել նրա գույքային եւ ֆինանսական դրությունը 21-ից 25 թվականներին։ Թերթը նշում է, որ այս պահին Հանրապետության նախագահի աշխատակազմը ղեկավար նշանակված պաշտոնյա չունի եւ այդ պարտականությունները կատարում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ 2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս, որ անշարժ գույքը չի փոխվել։ Պաշտոնյան շարունակում է ունենալ նույն բնակարանն ու ավտոտնակը, սակայն զգալի փոփոխություններ են արձանագրվել ֆինանսական միջոցների մասով։ Մասնավորապես 2025 թվականի վերջի դրությամբ Խաչատուր Պողոսյանը հայտարարագրել է 5 միլիոն դրամ բանկային ավանդ, 25 միլիոն 588,995 դրամ ընդհանուր փոխառություն, որը տրամադրվել է ML Mining ՍՊ-ին, ինչպես նաև 3 միլիոն 376,000 դրամ բանկային հաշվի մնացորդ եւ 1000 ԱՄՆ դոլար դոլարային հաշվում։ Զգալիորեն ավելացել են նաև կանխիկ դրամական միջոցները։ Եթե 2021 թվականին նա հայտարարագրել էր միայն 4 միլիոն 900,000 դրամ կանխիկ, ապա 2025 թվականի վերջում ունեցել է արդեն 12 միլիոն 900,000 դրամ կանխիկ դրամ, որից 8 միլիոն դրամ եւ 4 միլիոն 900,000 դրամ առանձին հայտարարագրված միջոցներ։ Եկամուտներն էլ աճել են։ Եթե 2021 թվականին նրա եկամուտը կազմել էր 9 միլիոն 951,268 դրամ, ապա 2025 թվականին Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է 15 միլիոն 589,101 դրամ աշխատավարձ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից 2 միլիոն 522,222 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 17 միլիոն 809,101 դրամ։ Միաժամանակ 2025 թվականի հայտարարագրում արդեն առկա է նաև 19 միլիոն 259,000 դրամ հիպոթեկային վարկի մայր գումարի մնացորդ, իսկ տարվա ընթացքում դրամարման ուղղվել է 3 միլիոն 520,000 դրամ։